Անցնենք երկորյակների ապագա պլանների դաշտում է նոր ալուսներ, նոր ընկերներ, նոր գաղափարակիցներ, համացանցում կարող եք գործունեություն ծավալել, ձեր գաղափարակիցներին կարող եք համախմբել, նրանք ովքեր ինֆորմացիոն տեղեկատվական հարթակում են, նրանք հաջողություններ կունենան, նոր մտքերը գեներացնեք, ամսի 17-ից այդ ամենը ցույց դրեք հանրությանը։ Աղեղնավորների 5-րդ տանն է, սիրելի աղեղնավորներ, ուշադիր եղեք, նայեք, հնարավոր է սիրահարվեք, իմպուլսիվ այդ սիրային հարաբերություններից հետո երեխա է լինելու, 5-րդ տունը լյուբով, ձեթի տվարչստվա, իսկ խոյը անզսպություն է, զգուշացեք սիրելի աղեղնավորներ, որտեղ դուք միշտ լավատես եք, բայց այս անգամ նվերը կլինի երեխայի տեսքով, բայց նաև հնարավոր է սիրելի ինչ-որ մեկին գտնել։ Հերթով են գալիս, միտքս խոյերին էիք ասել, աղեղնավոր։ Չէ, երկորյակ աղեղնավոր, ես առանց Ինչևէ, աղեղնավորների համար խոշոր շահում կարող է լինել, ռիսկային գործերի կարող եք գնալ, բայց զգուշ եղեք, չափից դուրս բարիությունը եւ չափից դուրս ռիսկերը նրանք անվերահսկելի են դառնում։ Անցանք խեցգետին, այծեղջուր ասեցի ծնողական առանցքն է, խեցգետինների դեպքում, այդտեղ խեցգետինները ուշադիր լինեն իրենց հոր հետ հարաբերություններ, նաև 13 տունը դա վարկանիշն է, իրենց սոցիալական դիրքի անկում չլինի եւ սուր կոնֆլիկտներ չլինեն ձեր ղեկավարների հետ։ Իսկ սիրելի այծեղջուրներ, ձեր 4-րդ տանն է, մայր, ընտանեկան այդ խոհանոցն է, այդ ներքին բախումներ կարող են լինել եւ նաեւ սուր բախումներ մայր ծնողի հետ, իսկ դրական դրսևորումը այս նոր ալուսնի հնարավոր է, որ գնեք բնակարան, ձեր սրտի բնակարանն է եւ շատ արագ խեցգետինները, չէ, այծեղջուրները, խեցգետինները, բայց միևնույն է, ծնողական առանցքն է, հնարավոր է սոցիալական դիրք եւ ընտանիք հայրենիք օջախ։ Ի վերջո, սիրելի առյուծներ, դուք գործողում ունեք արտերկրում։ Ես գործողումներ եմ տեսնում արտերկրում, նոր ծանոթություններ, միջազգային այդ հարթակների հետ ծանոթություններ, շփումներ, նաև հնարավոր է գործողումների ժամանակ կրկին սիրային հարաբերություններից ծնվեն երեխաներ, առյուծներն է դա է վերաբերում։ Այս բաները եթերում կարելի է ասել։ Դե դրա համար ասում զգուշանա, որ չանեն, որ տները չքանդեն։ Երբ է այդ ապրիլի 17-ին։ Դա ինչ է, ասում դրա համար ինքը բավականին նախդիր է, հիմա էլ է սկսել, այնպես չի, մոլորակները արդեն այդտեղ են, ուղղակի նոր ալուսինը կբացահայտի այդ գաղտնիքները, սիրային հարաբերությունները, առյուծները եւ աղեղնավորները, թող ուշադիր լինեն։